Արդեն 7-րդ անգամ նկարիչների միությունը կազմակերպում է վարկանիշային ցուցահանդես, հնարավորություն ընձեռելով երիտասարդ, միության անդամ չհանդիսացող արվեստագետների ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ Այս տարի ներկայացված շուրջ 900 աշխատանքից ընտրվել է 200-ը՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական եւ դեկորատիվ կիրառական արվեստի գործեր։ Տարբեր ձևաչափերով իրականացնում ենք, քանի որ շատ են կարևորում երիտասարդների, ուրեմն այդ կրթվելու ընթացքի, ուրեմն ընթացքում սատարելու նրանց, քանի որ շատ դժվար է եւ շատ քիչ են այն հնարավորությունները, որպեսզի կերպարվեստի մեր ներկայացուցիչները կարողանան ցուցադրել իրենց աշխատանքները։ Երիտասարդ արվեստագետ Մարի Մարտիրոսյանը ցուցահանդեսի մասնակցում է արդեն 2-րդ անգամ։ Վառ գույներով կավից պատրաստած շախմատի ֆիգուրների շարքն անվանել է «Լուռ պայքար», որպես մարդու ներքին դիմակայությունների եւ կյանքի մարտահրավերների խորհրդանիշ։ Գեղեցիկ ապրելու համար, մեզ ճիշտ ներկայացնելու, որպես արվեստագետ շատ բարդ է իրականում այս աշխարհում ճիշտ ներկայանալը, տենց մենք այդ փորձում ենք մեր գործի շնորհիվ արտահայտել։ Վարկանիշային ցուցահանդեսին 5 տարի անընդմեջ մասնակցությունն ու ամեն տարի վաստակած միավորները արվեստագետների համար դառնում են նկարիչների միության անդամակցելու ճանապարհ։ Այդ փուլն արդեն հաղթահարել է քանդակագործ Շահե Հարությունյանը, որն այս տարվա ցուցահանդեսին ներկայացել է «Անմեղություն» խորագրով, գրկում գառնուկ պահող երեխայի քանդակով։ Անմեղությունն է, էլի, որ տեսել եմ օրինակ երեխաներին մեծերի շրջապատում, թե մեծերը ինչից են խոսում ու երեխան իրան անմեղ ոնց է պահում այդ միջավայրում։ Դա ինձ թվում է եղել, որ այդ ուզեցել եմ հենց երեխայի կերպարով այդ անմեղությունը ցույց տամ, էլի։ Իրականում դա եղել է գյուղական միջավայրում, որտեղ որ այդ կենդանիներն կային, փորձել եմ համադրեմ այդ երկու կերպարները իրար հետ։ Ցուցասրահում համադրված բազմազան ու բազմաոճ գործերը կտավից մինչև քանդակ բոլորին միավորում են մի գաղափարի շուրջ։ Արվեստը ժամանակի զգայարանն է, մարդու ներաշխարհի արձագանքը, որը շարունակվում է նաև ցուցասրահից դուրս։ Հասմիկ Պողոսյան, Արման Թովմասյան, լուրերի համար։